Եվ մեր հաջորդ խոսնակն է Անվիվնա կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վահե Բալուլյան։ Բարև ձեզ։ Անվիվնան շատ բան չի ասում ոչ մեկին, բայց Անվիվնայի մեջ մտնում են մեր hospitality management-ի Invino, Tapastans, The Club, Steakara, ռեստորանները, Trinity կանյոնագիները, մյուս փորձառությունը ավելի եղել է խաղային ինդուստրիայում, բայց իրականում ես իմ 43 տարվա աշխատանքային փորձից աշխատանքի ընթացքում հավաքել ու նոտագրել եմ որոշ բաներ, որոնք ինձ համար կարևորներ են եղել, որոնք ես չեմ հիշել, մտքովս անցել է, չեմ հիշել, հետո հիշել եմ, գրել եմ, հետո կարողացել եմ ինչ-որ ձևով իրանց ավելի ճիշտ նկարագրել, դրա համար Լուիզայի նոտաների հետ համեմատած իմս շատ ավելի մեծ են, էլի սենց։ Ես վերցնել եմ, ես ավելի մեծ եմ տարիքով քան Լուիզան, իմ հիշողությունն էլ այդքան լավ չի, ահագին օգտվել եմ այդ բաներից։ Իմ համար խնդրում եմ ինձ շատ արագ չհասկանաք, որովհետև ընտրենիշներն էր ասում, ոչ մի բան այնքան պարզ չի, որ կարելի է ճիշտ չհասկանալ։ Լուիզային նորից վերադառնալով ինքն Beyond Podcast ունի, Beyond Podcast-ի ժամանակ ինձ ինչ-որ հարց տվեց, ես էլ ասացի, որ իշխանության համար ամենատհաճ ու վտանգավոր քաղաքացիները նրանք են, ովքեր մտածում են, հարցեր են տալի եւ տգետ չեն, ու ինչ-որ մեկը գրել էր, որ դա ձեր կարծիքն է։ Ես իհարկե, որովհետև սովորաբար չզարմացնելու համար մարդկանց ուզում եմ զգուշացնել, որ ինչ որ ասում եմ իմ կարծիքն է։ Ուրիշների կարծիքը չեմ դժվարանում եմ արտահայտել, բայց իմ կարծիքը հիմնված է ուրիշների կարծիքների վրա, սնված է դրանցով ու փորձով ու շփումներով եւ այլն։ Դա համար ուզում եի հարցնեի, խնդրեմ բարձրացրեք ձեր ձեռքը, եթե կարծում եք, որ դուք եզակի անհատ չեք, այլ ամբողջի մի մաս եք, որը տեսնում, մտածում, զգում եւ ընդունում եք իրերը այնպես, ինչպես ամբողջի բոլոր անդամները։ Ուրեմն չեք զարմանա։ Հա? Չէ, ամբողջը, որտեվ մեծամասնությունը իմ համար շատ դեպքերում մեծ թվով մարդիկ են, ովքեր հոգնել են ինքնուրույն մտածելուց։ Ու երբ որ ես ընկնում եմ մեծամասնության մեջ, ես կանգնում եմ ու սկսում եմ վերագնահատել իմ մտածելակերպը, ինչ եմ ես հասկանում այս աշխարհից, այս կյանքից։ Ասնելով ղեկավար, ես ուղղակի կիսվելու եմ, ոչ մի հերթականություն չկա, բան չկա, երբ որ սա անգլերեն է անում տարբեր երկրներում, կոչվում է random thoughts on management, people, negotiation եւ այլն, որովհետեւ ես կան համբերություն չունեի իրար բերելու, իրար կապելու ամեն ինչը, ուղղակի այդ մտքերը, որ տենց գրառել եմ, հերթով թուղթը քաշում եմ Տոմսի նման ու կիսվում եմ ձեզ։ Ինչ հարմար գտնեք, օգտագործեք, ինչ չէ, ես չեմ կարող ասեմ, սենց պիտի անեք, նես պիտի անեք, որտեղ որ ճանաչում եմ ձեզ, ոչ գիտեմ ինչով եք զբաղվում կոնկրետ այսին խաղերից բացի էլի, ձեր ընկերություններում ինչ փուլի վրա եք եւ այլն, դրա համար ով ինչ գտնի, թող օգտագործի։ Իմ համար ես կանոններին հետևող մարդ չեմ շատ, բայց մի սկզբունք կա, որը շատ կարևոր է իմ համար, որպես ղեկավար, այդ սկզբունքն այն է, որ ամեն ինչ իմ մեղքն է, որպես ղեկավար ընկերությունում, ինչ ուզում է կատարվի, եթե նույնիսկ հավաքարարազուկանը չի մաքրել, դա իմ մեղքն է։ Ու ընթացքում այս տողերը շատ սկսվել է 3-ից, հետո դառել է 7, 8 ու ամեն անգամ ավելանում է։ Երբ որ ես ընտրում եմ առաջնորդ ղեկավար, որ ղեկավարի ու ինքս ինձ համար, ես ունեմ որոշ բաներ, որ ես դիլնեմ ուժեղ, բայց ոչ կոպիտ, բարի, բայց ոչ թույլ, համարձակ, բայց ոչ թե անշրջահայաց, խորամիտ, բայց ոչ ծույլ, համեստ, բայց ոչ ամաչկոտ, հպարտ, բայց ոչ ամբարտավան, անկեղծ, բայց ոչ դաժան, արդար, բայց ոչ դատող ու հումորով, բայց առանց հիմարության։ Ես բացի այդ ռեստորաններով զբաղվելուց նաև խորհրդատու եմ, խորհրդատուի թութակի տարբերությունը գիտեք որն է, մեկը անկապ բառեր ասում, մյուսը ծիտ է։ Ես որպես ղեկավար ես պատասխաններ չեմ տալիս ընդհանրապես։ Ես սիրում եմ, որ նորարարությունը տեղի չի ունենում, երբ որ ընկերության ղեկավարը հանճար է։
Հնարավորությունը տեղի ունենում, երբ որ ընկերության ղեկավարը կարողանում է ստիպել իր աշխատողներին ճիշտ հարցեր տալ։ Ընդհանրապես աշխատող ընտրելուց, աշխատողներին գնահատելուց ինձ համար կարևոր է, բայց այդքան կարևոր չի իրանց տված պատասխանները, քան իրանց տված հարցերը։ Որտեվ հարցերով եմ ես հասկանում, ինչքան մտածող համարդ է։ Պատասխան բոլորը կարող են գտնել, հարց տալը շատ բարդ է։ Ոնց որ Պիկասոն ասում էր, կարծեմ, որ կոմպյուտերները անիմաստ են, որովհետև իրանք հարց չեն տալիս։ Պատասխաններ տալով եւ ես որտեվ պատասխաններ տալով ես ստեղծում եմ հետևորդներ, իսկ իմ գործը ստեղծել առաջնորդներ։ Եթե իմ աշխատողները շատ երկար մնան իմ ստվերի տակ, իրանք իրենց ստվերը շատ ավելի ուշ կգցեն։ Ու դրա համար ինձ համար կարևոր է, ու ինչ որ ես անում եմ, իմ համար կարևոր է, որ իմ ընկերությունը լինի շահութաբեր, լինի հաջողակ։ Այսինքն ես ալտրուիզմով չեմ զբաղվում, ամեն ինչ հաշվարկած է այնպես, որ ամեն քայլը պիտի բերի նրան, որ այդ մարդիկ, որ իմ ընկերությունը առաջ գնա, շահութաբեր լինի, մարդիկ շարունակեն աշխատել ու աճել։ Եթե աշխատակիցները գրեթե չգիտեն իմ գոյության մասին, ու չեն ուրեմն ես լավ առաջնորդ եմ։ Եթե իրանք ինձ շողոքորթում ու գովաբանում են, ուրեմն վատ առաջնորդ եմ։ Իսկ եթե իրանք ինձ զզվում են, ուրեմն շատ վատ առաջնորդ եմ։ Ընդհանրապես առաջնորդի բանը ասում են, որ լավ մենեջեր լինելու գաղտնիքը նրանում է, որ հեռու պահես նրանցից, ովքեր քեզնից զզվում են, նրանցից, որ դեռ չի կողմնորոշվել։ Ու լավ առաջնորդի չափանիշը իմ համար, երբ որ իմ թիմը ինչ որ հասնում է իր նպատակին ու կարողանում ասի, որ մենք մեզնով արեցինք այդ ամեն ինչը։ Ես չեմ անհանգստանում, երբ որ ինչ չեն գնահատում, գնահատանքը չեմ ստանում, գովասանքը չեմ ստանում, ես անհանգստանում եմ, երբ որ ես չեմ գնահատում իմ թիմին, ու մտածում եմ, որ ես ամեն ինչ ես եմ արել։ Ես գրեթե միշտ աշխատել եմ ինքս ինձ համար, անկախ նրանից դա եղել է ընկերություն, որը ես եմ ստեղծել ղեկավարել, թե ուրիշի ընկերությունն է եղել։ Ու միշտ փնտրել եմ մարդկանց վարձելու, ովքեր կարող են աշխատել, որոնք կաշխատեն իրենց համար հասնելու իմ նպատակին։ Որտեվ ես հիշում եմ, որ միշտ հիշում եմ, որ մարդը ունի իմ օգուտը ինչն է սրա մեջ մտածելակերպը։ Ես ոչ մի գիտական բաների վրա չեմ հիմնվում, հիմնականը իմ փորձն է, այսինքն չեմ կարող ասեմ, տենց իրական հետազոտություն կա, չկա, ասել են, չեն ասել, ինչ որ բառը չգիտեմ, բայց ու իր օգուտը ինքը օգուտ պիտի ունենա իմ մոտ աշխատելուց, ու այդ օգուտը միշտ չի որ դրամական օգուտ է։ Դրա համար ինքը պիտի կարողանա աշխատել իր համար, բայց աշխատելով ինձ մոտ։ Ես վարվում եմ իմ աշխատակիցների հետ որպես կամավորների, իմ մոտեցումը տենց է։ Այսինքն երկու պատճառ կա։ Մեկը ես միշտ գիտակցում եմ, որ իրանք կարող են որևէ վարքյանին թողել ու հեռանալ, ոչ մի պարտականություն չունեն։ Ու ես դի պատրաստ լինեմ դրան։ Երկրորդը ես ուզում եմ, որ իրանք սիրեն այն ինչ որ անում են, ու ոչ թե անվճար դա անեն, բայց անեն, որովհետև ուզում են դա անեն։ Որպես առաջնորդ ես մարդիկ ղեկավարները տանում են մարդկանց, որ նրանք ուզում են գնան, ես որպես առաջնորդ տանեմ իրանք, որ իրանք չեն ուզում գնան, բայց պետք է գնան, անելով այնպես, որ իրանք իրականում հավատան, որ դա այնտեղն է, որտեղ իրանք ուզում են գնան։ Ու դա արվում է բանի շնորհիվ, անկեղծ լինելու ու թափանցիկ լինելու շնորհիվ։ Ես մեկը պիտի կարդամ, որ տես Կոմիտաս վարդապետի խոսքերն է, դերքերջե բիզնեսի մեջ։ Մեր ապագան հարթելու համար նախ պետք է մեզ օտարներին ծանոթացնել, ցույց տալ, որ մենք կենսունակ ենք, լուսով որտեղիր ու կարապետ ենք, խավարի վայրերում շինարար ենք, Կոմիտասներ ասել։ Մեր բոլորի կյանքը, հույզերը, երազանքները կախված են լսված լինելուց։ Ես քաջալերում եմ, որ իմ աշխատակիցները չմոռանան իրենց արժեքը, նույնիսկ եթե դա ինչ որ ժամանակ չի նկատվում, ու գնահատված լինելու համար քեզ պիտի գտնեն, ուրեմն դու պիտի կանգնես միտեղ, որտեղ որոնողը որոնում է, որտեղ իրենք կարող են տեսնել։
հույսը դնել, որ կգա ինչ-որ մեկը կփորփրի ու Մարգարիտի նման կեստովի տակից կհանի, իմ կարծիքով սխալ է, բայց մյուս կողմից իմ գործը որպես առաջնորդ դրան աջակցելն է, որ իմ աշխատակցին կարողանան տեսնեն։ Եթե ես իմ ասածները, արածները չեն դրդում մարդկանց անել ինչ-որ ինձանից ավելի լավը դառնալ, ուրեմն իմ թշնամի եսը գերիշխել է, ես ունեմ երկու եսի մեջ, թշնամի եսը ու դաշնակից եսը։ Ուրեմն թշնամի եսս ասում է, փողը տվել ես, ասել ես ինչ պիտի անեն, թող անեն։ Ու բացատրելու կարիք չկա։ Դաշնակից եսս ասում է, հա, բայց որ բացատրես կարող է ավելի լավ անեն ու ճիշտ անեն։ Ու մեզ ասում է, դե իրանց հերն անիծած, թող ոնց չանեն կհանես գործից, մյուսն էլ ասում է, հա, բայց այդ իրականում դու ես տենց խոսում։ Ու տենց կռիվ է գնում միշտ, մի ծերունի կար, որ ասում էր, որ իմ մեջ երկու շուն է ապրում, լավ շուն ու վատ շուն։ Ու այդ լավ շունը վատ շան հետ անդադ կռվում են։ Ու իրան երբ որ ասում են, իսկ ով է հաղթում, ասում են շունը, որին ես սնում եմ։ Այսինքն ես անդադ փորձում եմ ինձ բռնացնել այդ մտքի վրա, որ ես չսնեմ այդ վատ շանը, բայց միշտ չի որ ստացվում է։ Եվ որ աշխատակիցները գալիս ինձ ասում են, մի հատ թույն բան ենք սարքել, կգաք նայեք, խաղ են գրել կամ խաղային բանի ժամանակ կամ որևէ բան, ես ասում եմ ոչ, որովհետև եթե թույն բան եք սարքել, էլ ինչ կամ նայեմ։ Արդեն թույն բան է։ Այսինքն ես պահանջում եմ, քաջալերում եմ ինչ չասեն, գնահատական չտան, երբ որ ինչ-որ բան են ուզում, ես գնամ նայեմ, որովհետև գնահատական տալով իրանք իրանց վնասում են։ Իրանք ինձ ասում են, որ հանգած չգաս ասես լավը չի, էլի, որովհետև ինքը թույն է։ Մենք էլ դեմք ենք։ Դրա համար լավ գաղափարները ես գինեգործության փելենք զբաղվում ենք, ես մեր գիների այգիների մատրինցին ու ողջույնը լավ խաղող տալու համար պիտի պայքարի, հասնի ջրին, ինչքան շատ է պայքարում, այդքան ավելի լավ է ալնում խաղողը։ Գաղափարը նույն ձևի է։ Գաղափարը եթե գաղափար ունես, պիտի թույլ տաս, որ ինքը պայքարի իր գոյության համար, որ ինքը դիմադրի հարցերին, քննադատումներին եւ այլն եւ այլն։ Դրա համար երբ որ ինձ այդ հարցը տալիս են, ես մերժում եմ։ Դրա մասին մի քիչ վիճում ենք, մենք շաբաթը մեկ հավաքում ենք The Club-ում, մեր ռեստորանում, ով ուզում գալիս է, ազատ տենց հանդիպում է ու քննարկում ենք այս նույն բաները։ Ու մարդիկ այն որ իմ հետ վիճում էին ասում են չէ տենց չի պետք է դու քաջալերես եւ այլն համար ես ասում ես չեմ կարող ասել դուք ինչ պետք է անեք կարող է ձեզ ասեն թույն բան ենք սարքեք եք նայեք դուք էլ գնաք նայեք ու դա ճիշտ լինի մենեջեր ինչ է ես ասում առանց ինձ կորցնելու ստեղ գրածա որտեվ մենեջեր դառնալուց ղեկավար դառնալուց ինչ որ ժամանակ հետո ես սկսեցի հասկանալ որ լուսավորության խնդիր ունեմ Իմ բարերը սկսին իմ դուրը գալ, իմ ձայնը սկսեց իմ դուրը գալ, ես շատ կարևոր, ինչ ասում էի, կարևոր էր թվում իմ համար։ Հետո հասկացա, որ շատ լուրջ հիվանդություն է, որին պետք է դիմադրել։ Դրա համար ես սկսեցի գտնել մարդկանց ու շատ գնահատել, ովքեր տարբեր են ինձանից, ովքեր համաձայն չեն իմ հետ։ Անհասկանալի ու համապատասխան մարդիկ նրանք են, ովքեր շատ տարօրինակություններ ունեն, որ նայում ես իրենց վրա, բայց ու բոլոր ոլորտներում շատ նմանատիպ գաղափարներ կան ու նմանատիպ խոսքեր կան, նմանատիպ ասույթներ կան, որտեղ բոլորը կարդում են նույն գրքերը, նույն իրար հետ կիսվում են ու ես փորձում եմ գտնել մարդկանց, ովքեր իրենց գաղափարները գտնում են անսպասելի տեղերում, լրիվ անկապ գրքերից, որը ոչ մի կապ չունի այդ ոլորտի հետ ու չեն վախենում արտահայտեն։ Իմ ամենամեծ հաջողությունները սկսեցի ունենալ, երբ դադարեցի վախենալ անհասկանալի լինելուց։ Ինչքան որ ես փորձում էի հասկանալի լինել, այդքան ավելի նմանվում էի ուրիշներին։ Ես մի տնավոր հավաքագրում եմ մարդկանց, ով ունի եզակի եւ ոչ ավանդական մոտեցում, օրինակ, քանիսն է ժամը 12:05 է, ասենք մարդուն, որը կասի հիմա 12:05 չի, այլ ասենք 11:65 է։ Ասենք այդ մարդը ուրեմն ինքս ավանդական մտածողություն չունի ու չի վախենում ամենակարևորը կարող է չունենաս բայց վախենաս ես չեմ կարող միշտ լինեմ ամենախելացին ու ամենաարագը բայց ես պետք է լինեմ ամենահամարը ամենադիմացկունը ու փորձեմ համբերատար ու շատ կարևորը աննկատ
աննկատելիորեն դիմադրեմ, անկոտրում լինեմ, հա, ոչ թե ձևերի մեջ ու պանիկայով եւ այլն։ Ես հաջողության հասել եմ, երբ կարողացել եմ համոզել իմ աշխատակիցներին, որ պետք է անենք այն ինչ որ պետք է անենք, որ դա ճիշտ է, ու հետո իմ թույլ ժամանակում, թույլ րոպեներին համարձակություն չեմ ունեցել իրանց հիասթափեցնեմ, ասեմ, որ պետք է չանենք։ Ու եթե դա ճիշտ որոշում է եղել, ուղղակի ես այդ րոպեին, որտեղ ես ավելի շատ բան գիտեմ, քան իրանք, նկատի չունեմ գիտելիքի տեսակետից, այլ ինչ է կատարվում, ու կարող է այն բաները, որ ես գիտեմ, ինձ վախացրել է, իսկ իրանք դա չգիտեն ու դրանից չեմ վախենում։ Դե համար ես սիրում եմ աշխատել սկսնակների հետ, իրանք չգիտեն ինչն է անհնար։ Իրանք չունեն այդ Աբունջուման ասում էր երեխաները մեծանում են, ծնվում են խելացի, հետո հիմարանում են երևի կրթությունից է։ Ու երիտասարդները, որոնք գալիս են, իրանք գաղափար չունեն ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել, ու այդ տաբու ստեղծելը սկսում է իրանք փչացնել, ինչ որ բան պետք է իմանան, ու ես այդ զգացի իրականում այդ սովորեցի իմ փուճուր երեխայից, որը ինչ որ տարիքում, դե փուճուր երեխեք գիտեք, մինչև ինչ որ տարիք մերկ են կարան վազվզեն բան, ոչ ոք ոչի բան չի ասում, ու ես մի օր ասացի արդեն պետք է ինչ որ բան հագնես, ինքը զարմացած հարցրեց ինչու, ու ես չկարողացա ասել ինչի այսօր ինքը պետք է, երեք չպետք է հագներ, իսկ այսօր պետք է հագնի, այսինքն ինչ փոխվեց այդ մի օր, բայց ինչ որ մի օր պետք է հագնի, չէ, բայց ինչ փոխվեց, որ հենց այսօր պետք է, այսինքն վաղը չի, բայց մակարը ասել լավ վաղը կհագնես, բայց ինչի վաղը ասենք, ինչի վաղը չեմ այսօրը չէ, այդ երեխեքին տենց մենք սկսում ենք փչացնել, ու նույնը սկսնակների հետ է։ Այն ինչ որ մարդիկ լսում են ավելի կարևոր է, քան ինչ որ ես ասում եմ իրանց, ու նրա համար որ իմ աշխատակիցները լսեն ինձ, նրանք պետք է արժեքավորեն իմ ասածը, իմ կարծիքը։ Ես իմ իշխանությունը օգտագործում եմ ոչ թե իշխելու կամ վերահսկելու նպատակով, այլ ազդելու նպատակով։ Ես չեմ կարող ազդել, եթե ինձ չվստահեն։ Բան կար Western աշխարհի, ասում եմ, ես ավելի հեշտ կարող եմ նպատակից հասնել խոսքով եւ զենքով, քան միայն խոսքով։ Մեր զենքը, իմ զենքը որպես ղեկավար եղել է այդ աշխատակիցների վստահությունը, բայց ես միշտ գիտակցել եմ, իրանք պետք է պատճառ ունենան ինձ վստահելու։ Եթե իրանք այդ պատճառը չունեն, ինչքան էլ ես իրանց համոզեմ, որ ինձ պետք է վստահեն, ոչ մի բան չի պատահի։ Առանց ազատության կարգ ու կանոնի ես չեմ կարողացել հասնել իմ նպատակի։ Ինչի ազատության կարգ ու կանոնի, որտեղ ազատությունը առանց կարգ ու կանոնի քաոս է, կարգ ու կանոնը առանց ազատության դա բռնատիրություն է։ Դա համար դրանց բալանսը պետք է պահպանեմ իմ ընկերություններում։ Շատ անգամ լսում եմ, որ ասում են մեր ընտանիքի պես ենք ընկերությունում բան, բայց ես իրապես իմ աշխատակիցներին վերաբերվում եմ իմ երեխաներիս պես, բայց ուրիշ բանով ոչ թե իրանց շատ սիրում եմ, ոչ մեկին չեմ սիրում ես։ Բոլորով հետաքրքրված եմ, բայց որ ասեմ բոլորին սիրում եմ, սուտ կասեմ, ու պարտավոր չեմ որպես ղեկավար բոլորին սիրել։ Ինձ մի անգամ էր ընկերության մի հատ մեծ ընկերության ղեկավար ասեց, այս աշխատողին գիտեմ չես սիրում, բայց իր հետ ասի ես ոչ մեկին չեմ սիրում։ Դարպասից այս կողմ ես իրանցով հետաքրքրված եմ։ Դարպասից այն կողմ կարանք որոշենք ում հետ կգնամ գինի խմելու, ում հետ չեմ գնա, ով նույն բանով է հետաքրքրված, ով չէ։ Դարպասից այս կողմ, եթե ինքը իր արժեքներով չի համապատասխանում իմ ընկերությանը, ես իր հետ չեմ աշխատելու։ Եթե ինքը համապատասխանում, արդեն ինքը ինչով ազբաղվում են կողմ, ինձ քիչ է հետաքրքրում։ Նո, կարա հետաքրքրի, եթե համապատասխանում է իմ հետաքրքրություններին։ Եթե ես չափազանց փափուկ եմ իմ աշխատակիցների հետ ու հաստատուն ղեկավար չեմ, անփույթ եմ, ես չեմ կարող իրանց վերահսկել ու իրանք անօգուտ են լինելու իմ համար։ Մյուս կողմից, եթե ես իրանց հետ շատ, մինչև իրանց սիրտը շահել, ասենց ասած, շատ ձիգ եմ, պինդ եմ ու կոպիտ եմ, կոպիտ չասեմ, բայց պատժում եմ ինչ որ սխալների համար, նորից չեմ կարող իրանց շահել։ Իրանք դա համար ես երեխաներիս պես եմ վերաբերվում։ Իրանք պետք է հասնեմ նրան, որ իրանք իմ պատիժը ընդունեն որպես արդար,
որ անօգուտ չլինեն, ու ես էլ չլինեմ անօգուտ որպես ղեկավար։ Բայց ես չեմ վատնում իմ մռնչոցը, հակառակ դեպքում ինքը կորցնի իր ուժը։ Ման ասում էր ֆրանսիացի արվեստագետ Ժան Կոկտոն, ասում էր մենք պիտի հավատանք բախտին, ուրիշ ինչպես կարող ենք բացատրել նրանց հաջողությունը, ում չենք սիրում։ Շատերը վատ կառավարումը շփոթում են վատ բախտի հետ, ես էլ եմ նույն սխալը արել, բայց իրականում հետո հասկացել եմ, որ այն ինչ որ ես անվանում էի վատ բախտ, ըստ էության իմ արած հիմար քայլերի ամբողջությունն էր։ Վատ բախտ բիզնեսի մեջ գոյություն չունի, կա վատ հաշվարկ, վատ հասկանալ, վատ թիմ ղեկավարել եւ այլն, իմ համար գոյություն չունի։ Ղեկավար լինելը մրցանակ չի, նվեր չի, որ ստացել եմ, որ շահել եմ, ղեկավարները պատասխանատվություն է, ինձ համար ամենամեծ դժվարությունը եղել է առաջի անգամ ղեկավար դառնալուց հետո դիմանամ ու չլինեմ իմ լավագույն աշխատողը։ Այդ ամենադժվար գործն է եղել, որովհետև ես որ ընտրում եմ մեկին, որ ուզում է ղեկավար դառնա, առաջի հարցը իրան տալիս եմ, ասում եմ դու կարող ես քո սիրած գործը թույլ տաս ուրիշը անի։ Եթե ինքը չի կարողանալու իր սիրած գործը, այն ինչ որ ինքը անում է, թույլ տա որ ուրիշը անի, ինքը չի կարող ղեկավարի։ Ինքը կարող շատ լավ աշխատակից լինի, շատ արդյունավետ, բայց ինքը չի կարող ղեկավարի, որովհետև ղեկավարել լրիվ ուրիշ ժամանակ է պահանջում, ուրիշ մտածելակերպ։ Ու երբ աշխատակիցներին հանձնարարություն եմ տալիս, արդեն դրանից այդ հասկանալուց հետո չեմ սպասում, որ ձախողվի, չեմ նախանձում, եթե իրանք անում են առանց իմ մասնակցության։ Այլապես իմ կարողությունը որպես լավ կատարող կնշանակի, որ ես շատ վատ ղեկավար եմ, լավ կատարող եմ, վատ ղեկավար եմ։ Այսինքն ես հաճույք եմ ստանում ոչ թե ապացուցելուց, որ ես կարող եմ ինչ-որ լավ բան անել, այլ հաճույք եմ ստանում, որ կարողացել եմ գտնել ինչ-որ մեկին, որը կարող է դա անի ու ինձնից ավելի լավ անի։ Ես դասավորեցի, երբ որ մի ընկերության ինձ հրավիրել էին Կանադայում մի ընկերություն ղեկավարելու ու իրականում հրավիրել էին ոչ թե իմ այդքան տեղյակ լինելով ինչ կարող եմ անել, ինչ չէ, բայց որովհետև ես գալիս եմ ուրիշ ընկերությունից, որը շատ հայտնի էր ու ես ընդ բարձր պաշտոն ունեի, բան տենց ինձ այս կոնֆերանսներից մեկի ժամանակ մոտեցան այդ առաջարկը արեցին, ես արդեն դուրս եի եկել ընկերությունից ու ազատ էի աստիճան։ Ու երբ որ այդ հիմնադիրը ներկայացրեց ինձ, ասեց նայեք ում եմ բերել ձեզ ղեկավար, բոլորս բան տենց, ոչ ոք չգիտեր ես ով եմ։ Ես իմ որպես անձ չէին ճանաչում, բայց դե անուն բան տենց ընկերություն, ասեց, բայց մի բան հիշեք, չմոռանաք թե ով է իրան բերել։ Այսինքն այդ մարդը գիտակցում էր, լիքը բան չէր գիտակցում, բայց այդ մեկը գիտակցում էր, որ ինքը իր գործը գտնել մարդկանց, բայց գտնելուց հետո շատ դժվար է այդ գայթակղությունը հաղթահարել, որ չխանգարես այդ մարդը անի այն ինչ որ ինքը ինչի համար իրան բերել ես, որ ինչ որ ինքը պետք է անի։ Այդ շատ դժվար է, որովհետև միշտ այդ ցանկությունը կա, մանավանդ եթե մի քիչ շատ քիչ մարդ կա, որ առանց նախանձ կարա ընդունի իր աշխատակցի հաջողությունը, թեկուզ ներքին նախանձը մի քիչ դե ուտում է մեզ, բայց դժվար է նայել, երբ որ դու բերել ես ինչ-որ լավ աշխատողի, ինքս հաջողություն բերել ես, որ ինքը այդ հաջողությանը հասնի, չէ՞։ Ինքը հասնում է այդ հաջողությանը, ուզում ես իրան նախանձել։ Ու ուզում ես խառնվել այդ ամեն ինչի մեջ։ Ասենք ես այդ բանը զգացել եմ իմ մեջ ու զգացել եմ, այսինքն սկզբից ես եմ դրան ոնց որ դրա զոհ եղել այս նույն ընկերության մեջ, բայց հետո երբ որ ես էի նույն բանը անում, ես զգում եի այդ ցանկությունը, որ գնամ, որ ես այնտեղ լինեմ, բասեն բան չի արել, ոչ մի բան։ Ու հետո ես նույն բանը, ու ես հասկացա, որ գիտես ինչ, վերջը ով ինչ ուզում անի, շահողը ես եմ, որովհետև ղեկավարը ես եմ, վերջում այդ ինչ որ ինչին պետք է հասնենք, դա իմ ուզածն է, ու ամեն ինչը, այսինքն սենց ես եմ շահելու։ Հիմա ընթացքում ինձ կգովան, չեն գովա, արդեն դա իմ թուլության նշանն էր։
Ինձ պետք չի որ հիմա ինձ ընթացքում գովան։ Ես սովորել եմ նրան, որ ընթացքում ոչ ոք կարա չգովա, չասի, այ սենց, նենց, իրանք իրար պիտի գովան։ Ես երբ որ հասնում են նպատակին, ես հետևում պիտի լինեմ, երբ որ դժվարություն կա առջևում պիտի լինեմ, ու ես շատ հանգիստ եմ հիմա դրան վերաբերվում։ Այդ անեկդոտ կա, որ մենեջմենթի հետ կապ չունի, բայց շատ լավ բռնում է այս թեմային, որ երկու որսորդ անտառով գնում են, արջի հետքեր են տեսնում։ Մեկը մյուսին ասում է, Վարդան ջան, դու գնա տես ուր գնաց, ասում է, բա դու, ասում է, ես գնամ տեսնեմ որտեղից երեք է։ Հիմա հասկացաք մենեջերը ով էր, էլի։ Այդտեղ երբ որ ընդամենը հաղթահարելու խնդիր է դա։ Խոսացինք հակառակ կողմ էի գնում։ Ես շատ դժվարություն ունեի, որ դառա ղեկավար ինչ-որ ընկերության, ու սկզբից իրականում ես ղեկավար եմ եղել իմ ընկերության, հետո գնացել եմ ավելի մեծ ընկերություն, որպես միջին, կարելի ասել, մի քիչ բարձր ղեկավար, հետո տենց աճել եմ եւ այլն, ու ինչքան այդ փոխվում էր, ես հասկանում եի, որ ես մի հատ լուրջ խնդիր ունեմ, ու այդ խնդիրը ձևակերպելու, մարդկանց համար խնդիրը ձևակերպելու հմտությունն է։ Դա ամենաթերագնահատված հմտությունն է ղեկավարների մոտ։ Եթե իմ ղեկավարները, որոնք կարող են հստակ խնդիր ձևակերպել, իրանք շատ ավելի արագ են հասնում են բանին, ուր որ ուզում են գնան։ Ու անախորժությունները, որոնց բախվում իմ աչքին այնքան մեծ էին երևում, որ ինձ թվում էր ինձ բոլորը պարտքեն, բոլորը պիտի մտահոգված լինեն իմ դարդերով, իմ խնդիրներով, ու ես արդեն սկսում եի չնկատել ուրիշների անախորժությունները, որի համար ես էի պատասխանատու։ Հիմա դեպի նույն նպատակ գնալը մենք պետք է ինչ-որ որոշակի համաձայնության հասնենք, բայց երբ մարդիկ ամեն ինչում միշտ իրար հետ համաձայն են, ուրեմն ինչ-որ մեկը չի մտածում այնտեղ։ Ես օրինակ թարգում եմ հարգել նրանց, ովքեր միշտ իմ հետ համաձայն են ինչ-որ բանում, չի կարող տենց լինի։ Ու ներդաշնակություն չկա, երբ որ բոլորը նույն երգն են, նույն նոտան են երգում։ Ես համաձայնություն որոնող չեմ որպես ղեկավար, ես համաձայնություն ստեղծող եմ։ Ինձ պետք չի որ բոլորը ինձ հետ համաձայնվեն, բայց եթե ինչ-որ բան ենք որոշում, ես պիտի համակարգեմ այնպես, որ գոնե մի մասը համաձայնվի, որ դա պիտի արվի, մյուս մասը միշտ պիտի հարցաքննի այդ ամեն ինչը։ Դարապես ես բան ունեմ, որոշում ընդունելու սենց մի բան ունեմ, որ ընկերության մեջ միշտ օգտագործել եմ, երբ որ ինչ-որ գաղափար կա, ու նրա աղջիկա ասացինքը զարմացել էր, սպասում էր լրիվ հակառակ պատասխան, իմ համար կարևոր է, երբ որ գաղափար կա, ես պիտի սրտով որոշումը ընդունեմ, անեմ թե չանեմ, որտեղ բանականությունը փաստաբանի նման է, ինքը ասում է մի արա դժվար է, այս չի լինի, այնտեղ կտապալվես, այդտեղ արգելված է։ Երբ որ սիրտս որոշում է, որ ես պիտի անեմ այս ամեն ինչը, իրան ուղարկում ենք արձակուրդ։ Գալիս է այդ սկեպտիկը, թերահավատը, բանականությունը, որը սկսում է ռմբակոծել այդ որոշումը իր հարցերով, քննելով եւ այլն։ Բայց մի բան կա, որ եթե դու կրթում ես քո ինտելեկտը, բայց չես կրթում քո սիրտը, շատ վտանգավոր բան է դառնում։ Էլի ամերիկյան ասված, անգլերեն ասացված կա, որ չկրթված գողը կգողանա մի վագոն, կրթված գողը կգողանա ամբողջ երկաթգիծը։ Այսինքն կրթությունը միշտ չի, որ առաջնայինն է ու ամեն հարցը լուծում է։ Իրականում ինտելեկտը ինձ գոնե ոչ թե լուծումներ առաջարկել, այլ հաճախ ուղղակի տենց խելացի արդարացումներ ա գտե իմ սխալների համար, երբ որ ես սխալվել եմ։ Ես զրուցում եմ աշխատակիցներիս հետ իրենց մոտ գնալով, Արմինեն իմ հետ աշխատել է մեծ ընկերությունում ու գիտեր, որ ես չունեի գրասենյակ այնտեղ, որտեվ իմ գրասենյակում ճշմարտություն չկա, մարդիկ որ գալիս են ինձ մոտ, իրանք չեն կիսվելու իրանց դարդերով, իրանք անհանգիստ են, իրանք մտել են դինամիկա կա, չէ, ղեկավարի, որ ես ղեկավար չէ, ասում եմ, ես ղեկավար չեմ, ուղղակի ես ընկեր եմ, որը միշտ ճիշտ է։ Դե համար տենց դիտեք ինձ էլի։ Ու երբ որ ես մարդը մտնում էր իմ գրասենյակը, ուրիշ ընկերությունում, ես հասկացա, որ ինքը լարվում է ու չի կիսվում։ Երբ որ ես գնում եմ իր սեղանի մոտ, առաջին այդ միջանցքներում ավելի շատ ճշմարտություն կա, քան իմ գրասենյակում, հետո իր սեղանի մոտ իր հանգստի տեղն է, իր նկարն է, երեխու եւ այլն ինքը տեղ ինչ որ
սուրճախմում, ինքը ավելի կարևոր է այդտեղ, քան ես։ Ու դրա համար իր հետ ավելի հեշտ է այդտեղ շփվել։ Լազին ասում էր կառավարեք թագավորությունը, ոնց որ փոքր ձուկ եք եփում, մի չափազանցրեք։ Դրա համար դա շատ կարևոր բան է ինձ համար։ Երբեմն թվում է, որ աշխատողներից հարց տալու համար, արձագանք ստանալու համար վտանգավոր է, որովհետև կարող եմ նրանց հարց տալ, որ ասենք հաճելի պատասխան չստանամ, հա, երբ որ ուզում եմ հետադարձ կապ ունենամ, բայց այդ հարց չտալը չի վերացնում խնդիրը, որ իրանք տեսնում են, ես չեմ տեսնում։ Ու քանի որ ժամանակ չունենք, մի հատ շատ կարևոր բան կար, որ ես ուզում եի կիսվեի, բայց հիմա շատ չենք հասցնելու։ Հա, դե հարց պատասխան եւ այլն։ Ես վախենում եմ աշխատողներից, ովքեր ինձնից են վախենում։ Իրանք վտանգավոր են, ու ինչ են վտանգավոր։ Սովորաբար ես միշտ մենք եմ ասում, որովհետև ընկերությունում միշտ սովորեմ մենք ասել, բայց եւ որ ասում եմ մենք նկատի չունեմ ձեզ։ Չէ, մենք նկատի չունեմ բոլորին, էլի, որովհետև ես չգիտեմ բոլորը ոնց են մտածում։ Բայց ընկերությունում որևէ բանի որ բոլորը պատասխանատու լինեն նրա համար ինչ որ մենք անում ենք, եսի տեղը մենք եմ օգտագործում։ Այս զրույցների ժամանակ հիմնականում ես եմ ասում, որովհետև իրականում իմ փորձից է ու ես իմ փոքր ժամանակվանից էլ մինչև ասենք վախենում եմ վիրավորել նրան ու մից վախենում եմ, չէ, ասենք մոտիկ մարդուն կարող է վիրավորես, որովհետև այդքան վտանգավոր չի, բայց վախենում եմ վիրավորեմ նրան ու մից ես եմ վախենում։ Եթե իմ աշխատողը ինձնից վախենում է, ինքը չի կիսվի իմ հետ այն խնդիրներով, չի ասի այն բաները, որը ես չեմ տեսնում, իսկ ինքը տեսնում է, որովհետև ինքը ինձնից վախենում է, կվախենա, որ կվիրավորի ինձ։ Այսինքն ինձ պետք է որ ինքը ինձնից չվախենա։ Ինքը կարա հարգի, չգիտեմ, ինչ ուզում է թող մտածի, բայց չվախենա։ Վախենալը խանգարելու է իրան 5 րոպե։ Վախենալը խանգարելու է իրան, իսկ այդ նրանով որ ինքը չի կիսվում ինձ, չի նշանակում, որ այդ խնդիրները վերացել են։ Ես աշխատողներս ապուշի տեղ չեմ դնում, իրանք ավելի շատ բան են տեսնում, քան ես, ավելի շատ բան են նկատում, քան ես, որովհետև իրանք ապրում են իրանք փոքր թմերում։ Իմ համար մեծ ընկերություն, փոքր ընկերություն, շատ տարբերություն չկա։ Եթե ես ղեկավարում եմ, ասենք 5000-անոց ընկերություն, ես ղեկավարում եմ ընդամենը 30 հոգու, որոնք իմ անմիջական ազդեցության տակ են, իրանք են ղեկավարները, ում ես ընտրում եմ որոշ չափանիշներով։ Եթե ես ղեկավարում եմ, իրանք արդեն ղեկավարում են իրանց այդ 20 հոգանոցը ու ամեն մեկը ունի չափանիշը, բայց այդ չափանիշները պետք է համապատասխանեն իմ ընկերության արժեքներին։ Ինչքան էլ երկար խոսեմ, ինչքան էլ խելացի լինեմ, եթե երկար եմ խոսում, մի ապուշ բան կասեմ։ Դրա համար ղեկավարների համար այդ ժամանակը շուտ է գալիս, որովհետև ղեկավարները կորցնում են իրանց ինքնագիտակցումը, որ իրանք կարող է մի բան ասեն, որ շատ խելացի չլինի։ Ու մարդն ասում էր ավելի լավ է բերանդ փակ պահես ու հիմար երևաս, քան բացես ու ապացուցես։ Իմ սովորած ամենադժվար դասերից մեկն է, որ կան իրավիճակներ, որտեղ չկան կատարյալ պատասխաններ, ու լուծումներ ու հաղթողներ։ Դա սովորել եմ, ասենք չինական մի պատմություն կար, երբ որ մի գյուղում խորտակվում է մի մարդ, մի ընտանիք գտնում է ու մյուս ընտանիքին առաջարկում է, որ այսքան փող տուր վերցրու։ Այս ընտանիքը չի ուզում այդ փողը տալ, չունի ու վեճարանում գնում են իրանց բավական հայտնի բան թենգի փիլիսոփայի մոտ, ասում են, որը ղեկավարն է այդ նահանգի, ասում են ինչ անենք, բայց առանձին են գնում։ Երբ որ առանձին են գնում, այն ընտանիքը, որը գտել է մարմինը, նախագահան ասում է՝ մի տվեք, ումից էլ կարան վերցնեն այդ մարմինը, չէ՞ որ 20 հոգի գտել է այդ։ Մենակ ձեր մոտ է, երբ որ ես մի ընտանիքն է գնում, ասում է՝ մի տվեք այդ փողը, ում պետք է ծախեն այդ մարմինը։ Մենակ ձեզ է պետք։ Այդտեղ խնդիր է առաջանում, էլի։ Որ շատ հնարավոր է, որ լուծում չունի։ Շատ կարևոր բան, որ իմ երեխաներին միշտ հիշացնում, ամեն անգամ հիշացնում եմ, տղաս արդեն զզվել է, բայց ուրեմն ես հասկացել եմ, որ կա երկու ցավ, որ մենք զգում ենք, որ ես զգում եմ։ Մեկը կարգապահության ցավն է, մյուսը զղջման ցավն է։ Եթե ես չեմ դիմացել կարգապահության ցավին, հետո եկել է զղջման ցավը։ Կարգապահության ցավը մենակ ինձ է վերաբերվում, այդ րոպեին։ Զղջման ցավը կարող է վերաբերվի շրջապատիտ ու բոլորին։
եթե հասկանալի չի կարամ օրինակ տամ, բայց եթե հասկանալի է կարանք խնայենք ժամանակը։ Հասկանալի է ինչի մասին է խոսքը։ Չէ՞։ Չէ։ Ասենք, եթե քեզ չի շատ պրիմիտիվ ձևով ասեմ, եթե քեզ չի կարելի ինչ-որ բան ուտել, որտեղ եթե այդ բանը ուտես, վատանալու ես, բայց դու շատ ես ուզում։ Եթե չես դիմանում այդ կարգապահության ցավին ու ուտում ես, հետո գալիս է ջրսման ցավը, որի հետևանքով հայտնում ես հիվանդանոց, ընտանիքդ խառնվում է իրար եւ այլն եւ այլն։ Բայց եթե դիմանում ես այդ կարգապահության ցավին ու չես ուտում, այդ բոլոր հետևանքները վերանում են։ Սա շատ ինձ օգնել է իմ բոլոր ամբողջ կյանքում, նաև ընկերությունները ղեկավարելուց, որտեղ եղել է րոպե, երբ որ դու ուզում ես մի բան անես, չգիտեմ, ասես մի բան, որը պետք է չասես, ասենք լռես, երբ որ խոսաս, երբ որ պիտի լռես, երբ որ պիտի խոսաս, եւ այլն, ու այդ կարգապահության ցավին դիմանալով ես խուսափել եմ զղջման ցավից, ու լիքը մարդու չեմ այդ բերի տակ չեմ գցել, բայց մյուս կողմից էլ եղել է, որ չեմ դիմացել։ Շատ հաջողությունների պատմությունների հետևում հաջողակ ընկերությունների մասին է խոսքը, թաքնված են ավելի մեծ հաջողություններ, որոնք չեն պատահել իրանց այդ ընկերությունների հիմնադիրների, ղեկավարների, պատասխանատու մարդկանց հարմարավետության, նախանձի, ինքնագոհության եւ չափազանց վստահ լինելու պատճառով։ Ի վերջո բոլոր ճանապարհները ինչ որ տեղ տանում են, բայց ճիշտ ճանապարհը ավելի ճիշտ տեղ է տանում, երբ որ այդ մարդկանց հետ խոսալուց ասում ենք, ասում, հա, բայց նայ մենք ինչ հաջողակ ենք, բայց կարա իր ավելի հաջողակ լինեիր, եթե չլիներ ինքնագոհ, ամբարտավան, ստախոս, անազնիվ եւ այլն։ Ուրեմն ամեն ինչը գալիս է նրանից, թե դու ինչին ես ուզում հասնես, քո նպատակը ինչ է։ Ես իմ նպատակը որոշում եմ։ Ես որոշում եմ ինչ ընկերություն եմ ուզում ստեղծել, ես էլ ասեմ ու վերջացնենք։ Ես որոշում եմ ինչ ընկերություն եմ ուզում ստեղծել, հետո չեմ ասում այն ամեն ինչին, ինչը չի համապատասխանում այդ ընկերությանը։ Այն հնդիկ քարտաշ չէ, փայտա գործի նման, որը փիղ է սարքում, որ իրան ասում են ոնց ես այս փիղը սարքում, ասում են ես ուղղակի հանում եմ այն մասերը, որը փիղ չի։ Ու նաև մի հատ ամերիկացի գրող կար, որը դետեկտիվներ էր գրում, իրան ասում են ոնց եք անում, որ սենց զորագարակ կարդացվում է, ասում է բաց եմ թողում այն մասերը, որոնք մարդիկ չեն կարդում։ Հիմա եթե ընկերություն ստեղծելուց կարողանաս դա անես, ստացվում է, եթե չես կարողանում, էլի է ստացվում գուցե, բայց մի քիչ երկար է տևում։ Այդքան բան։ Շնորհակալություն։ Բարոյցես, շնորհակալություն ելույթի համար, շատ հետաքրքիր էր, հարցերը շատ են, բայց քանի որ ժամանակը այնքան է շատ չի, հակիրճ ամենակարևոր հարցը տամ, էլի։ Ձեզ պես ղեկավարներ իմ փորձից ելնելով շատ չեն, միգուցե 10% կամ ավելի քիչ, ու ինձ հետաքրքիր է մինչև ձեր առաջի կառավարման փորձը։ Ինչն է ձեզ կերտել որպես մարդ, որ դրանից հետո արդեն այդ կառավարման փորձը կուտակվել է ու դառել եք այն ղեկավար, ինչը որ կաք։ Շնորհակալություն։ Նայեք, մի բան կա, ես գործի վերումով ապրել աշխատել եմ մոտ 10 երկրում, աշխատել ապրել, խանութ գնացել, ասենք, պոլիկլինիկա, բան, տենց ապրել։ Ու շատ ավելի շատ երկրներ այցելել եմ, ինչ եմ սա ասում, որովհետև երբ որ ինձ ասում են, դե Հայաստանում սենց չի լինի, դե հայերը տենց չեն աշխատի, ինձ դա չի ապացուցում ոչ մի բան, որովհետև Հայաստանում էլ սենց կլինի, հայերն էլ են տենց աշխատում, ավստրիացիներն էլ են սուտ խոսում, բաներն էլ են ծույլ ամերիկացի, կանադացիք էլ են փախուստ տալի իրանց գործից եւ այլն։ Ցո գալիս է մարդկանցից կերտել է սխալներից գիտակցումը երևի։ Կերտել չի ասի, որովհետեւ տենց կերտված ինչ որ դեմ չեմ, բայց այսինքն սովորելու ունակությունը, երբ որ հասկացել եմ, որ այդ չսովորելը իմ համար շատ վատ է, ավելի ցավոտ է, քան սովորելը։ Այսինքն ես երբ որ սխալ եմ լռում եմ, ու դա իմ համար ցավալի չի, որովհետև ես հասկանում եմ, որ ես լռելով սովորելու եմ, ու հետո ավելի հաջողակ եմ լինելու։ Ամեն ինչը գալիս է այն, որ սկզբից ասեցի, ալտրուիզմի ոչ մի բան չկա այստեղ, որ ես այսքան բարի եմ, այսքան բան, չէ։ Հա, ես կարող եմ ավելի բարի, քան անհրաժեշտ է, ուրիշի խնդրին մոտենամ ավելի նկատորեն, քան իմ խնդրին եւ այլն, բայց իրականում վերջը գալիս է նրան, որ դա արվում է նրա համար, որ ընկերությունը հաջողակ լինի, որ այն ինչ որ մենք ստեղծում ենք հասնի մարդկանց, քանի որ ինչ որ մենք ստեղծում ենք, մենք հավատում ենք, որ
դա պետք է մարդկանց, չէ՞, թե պետք չլներ չենք ստեղծի։ Ու եթե չենք հավատում ու ստեղծում ենք, դա լրիվ ուրիշ խնդիր է, ուրեմն մեր արժեքները ինչ որ սխալ տեղ են։ Բայց այդ ուղղակի պետք է ոնց որ պետք է մի քիչ հայլու մեջ նայելու կարողություն է, էլի։ Չերչիլին որ գալիս լսում են, հետո ծափ են տալի, ընկերը ասում է, ինչ, ասում է, չես լավ չես զգում քեզ, որ այս 10,000 հոգի եկել է քեզ լսելու։ Ասում է, չգիտեմ, որովհետև որ ինձ կախելու ունեն 200,000 գալու։ Նայ։ Այսինքն գիտակցես, որ այն ինչ որ դու անում ես, դու քո պատկերացրած տղան չես, ասենք րոպեա գալի է, որ հասկանում ես, որ դու էլ այդ ոսկի տղան չես, պետք է առանձնանաս, մի հատ հասկանաս ինչա կատարվում, էլի։ Ու շողոքորթություններին չլսել, որովհետև շողոքորթողը ասելու է քեզ, որ դու այն ես, ինչ որ ավելի լավ ես, քան իրականում կաս, իսկ դու չես կարել նես ավելի լավը, քան այդ րոպեին կաս։ Դրա համար ես օրինակ գործից ազատում եմ այն մարդկանց, ովքեր ծիծաղում են իմ բոլոր կատակների վրա, որովհետև չի կարա իմ բոլոր կատակները ծիծաղալու լինել։ Դա էլ է գալի բանից, անեկդոտից, որ ասում եմ դու ինչի չես ծիծաղում, ասում եմ վաղվանից գործիչ եմ։ Մենք ծրագիր ունենք, ասին ես ինքը ոչ պաշտոնական, ոչ ֆորմալ ծրագիր է, կոչվում է Advisor Mini, website է, ֆորմա, ով որ ինչ-որ խնդիր ունի, որը կարա լրացնի, ով որ ուզում է մենթորնի կարա գրանցվի, եթե ես կարող եմ օգնել, գրավիրում եմ մեր ռեստորաններից կամ սրճարաններից մեկը, մի բաժակ սուրճի մոտ խոսում ենք մի ժամ ու կես, եթե ես կարողանում եմ պատասխանել, պատասխանեմ, եթե չէ, փորձում եմ գտնել մասնագետների, որոնք կարան պատասխանեն։ Պարզավոր ես ասենք մի քանի հարցի պատասխան գիտեմ, իսկ հարցերը շատ են։ Այդ վիճակով կա, եթե ինչ-որ մեկ ասում է ուզում եմ խորհրդատվություն, բան, խնդիր չկա ու հետո տենց շաբաթական մի ամիս չլինելու, բայց հետո ամեն կլաբում հավաքվում ենք ու այս նույն բաները քննարկում ենք։ Ով զի կարա գա, չէ, չգան։ Չէ։ Հայտարարում ենք մեր կայքի վրա, կամ Facebook-ի, Instagram-ի, կամ The Club-ի կայքի վրա, իվենտների մեջ, տարբեր նյութերով, people management, negotiations, բանակցություններ եւ այլն, տենց ինքը ոչ ֆորմալ զրույց է, այսինքն ես էլ ես լիքը դավտարներ ունեմ, սենց, որ հիմա ասենք մի 7-8 հատ անցանք, ստեղ պատկերացնում եք ինչքան է, տենց կարդալով գնում ենք, քննարկում ենք, բայց առանձին էլ եթե ինչ-որ խնդիր կա, մեծ սիրով հարց չկա։ Շատ վտանգավոր դեր ունի։ Նայեք, եթե մարդուն մանիպուլյացիան ինչ դեպ։ Եթե ես ուզում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզեմ, ես պիտի համ զգայնական օգտագործեմ, համ տրամաբանականը։ Զգայնականը առանց տրամաբականի այդ մանիպուլյացիան է, հայերեն իր բառը կա, կարծեմ։ Տրամաբականը չի համոզի, եթե զգացմունքայինը չլինի։ Այսինքն ստեղ գալիս է նրանից այդ ամենասկզբից որ ասեցի իշխանությունների մասին, որ իշխանության անհրաժեշտ են չմտածող, հարց չտվող անգրագետ մարդիկ, եթե ղեկավարը չի մտածում իր ընկերության հաջողության մասին, իրաներն են անհրաժեշտ անգրագետ, հարց չտվող, մանիպուլյացիայի ենթարկվող մարդիկ։ Որտեւ լրացնելով իմ աշխատողին, ես իրան չեմ համոզում։ Այս կարամ գոռամ ասեմ, սենց կամ խաբեությամբ մանիպուլյացիայի շնորհիվ ինչ որ հարցի հասնեմ, բայց դա ժամանակավոր լուծում առնելու վերջը հետ։ Ինչքան բարձր է իմ պաշտոնը, այդքան իմ սխալները ավելի մեծ ազդեցություն ունեն ու ավելի վտանգավոր են։ Նույնիսկ եթե փոքր սխալ է, ինքը մեծ արձագանք է տալու։ Դրա համար ամեն ինչը գալիս է նրանից, ընկերության ղեկավարը ոնց է հասկանում իր ընկերության շահերը։ Իր ընկերության շահերը գալիս է նրան, ինքը պատկերացնում է, որ բոլորին ճնշելով, վախացնելով առնում դա, թե բոլորին մասնակից դարձնելով, բայց պատասխանատվությունն է հետո, եթե մարդուն որոշում ընդունելու իրավունք է տալի, դրա հետ գալիս է պատասխանատվություն, ինքը չկարա որոշում ընդունի ու պատասխանատվություն չկրի։ Իսկ այդ պատասխանատվությունը ամեն մեկը չի ուզում վերցնի։ Ու մարդուն օրինակ ստուգելու համար ես իրան գտալիս եմ իշխանություն, որովհետև իշխանությունը տեսնում եմ իր արձագանքը, եթե ուզեմ տեսնեմ ազնիվա, ուզեմ տեսնեմ ոնց այն արձագանքում, երբ որ սխալվել է ու իր սխալի հանդեպ ոնց է արձագանքում։ Ոչ մի բան չի բացահայտում մարդուն ավելի լավ, քան իրան գիտելիք, իշխանություն տալը։ Մարդկա այդ իշխանությունից ուռչում է, մարդկա աճում է,
Ոստեղ ամեն ինչը գալիս է արդեն ղեկավարից ու այն ղեկավարներից, որ այդ ղեկավարը ստեղծել է, որտեղ իմ համար ավելի կարևոր է այդ ղեկավարներ ստեղծել, առանց վախենալու, որ ինձ հետո իրանք կփոխարինեն, քան թե ասենք լինել ես միակ ղեկավարը անփոխարինելի։ Գերեզմանում լիքը անփոխարինելի մարդիկ կան։